Զբաղվածության նոր ծրագիր Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար, գործատուներին կտրամադրվի աջակցություն մարդկանց աշխատանքի տեղավորելու համար, 3 ուղղություն է սահմանված՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ապահովում և աշխատանքի տեղավորում և երրորդը աշխատանքի տեղավորում աշխատավարձի սուբսիդավորման միջոցով։ Առաջինը ոչ ֆորմալ կրթություն ենք նախատեսում, եթե որի ժամանակ պետությունը փոխհատուցում է գործատուի ծախսը ուսուցման վարձի ծախսերը մինչև 250,000 դրամ, ուսուցումն է ամենավելագույն տևողությունը 5 ամիս, որից հետո գործատուն պարտավոր է 6 ամսով պայմանագիր կնքել աշխատանքային, առնվազն 6 ամսով, որի ընթացքում պետությունը արդեն մինչև 50,000 դրամ հարկերի ծախսերի փոխհատուցումն անում գործատուին։ Երկրորդ ուղղության դեպքում նախատեսվում է գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամսով աշխատանքային պայմանագիր կնքել։ Առաջի 3 ամսվա ընթացքում պետությունը գործատուին փոխհատուցում աշխատավարձի և հարկերի վճարումները ամսական 165,000 դրամ և հաջորդ 3 ամիսների համար էլ մինչև 50,000 դրամ հարկերի ծախսերի փոխհատուցումն։ Իսկ երրորդ ուղղության դեպքում առանց ուսման կամ պրակտիկայի աշխատանքային պայմանագիր է կնքվում։ Այստեղ 2 բաղադրիչ է ներառված։ Առաջի բաղադրիչով հետևյալն է, որ եթե գործատուն աշխատողի հետ, այսինքն այս պարագայում աշխատունակ նպաստառուի հետ պայմանագիր է կնքում 6-ից մինչև 11 ամիս, ապա պետությունը առաջի 6 ամիսը փոխհատուցում է տվյալ աշխատողի աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավել կամ 50,000 դրամ։ Եթե գործատուն կնքում է 12 եւ ավելին ամիսներ պայմանագիր, ապա այս պարագայում պետությունը փոխհատուցում է գործատուի աշխատավարձի ծախսերի 70%-ը, բայց ոչ ավել կամ 75,000 դրամ։ Այսպիսով, եթե Սյունիքի և Կոտայքի մարզերի աշխատունակ բնակիչը դիմել է անապահովության գնահատման համակարգ, նոր համակարգով ճանաչվել է անապահով, ապա կարող է այս ծրագրի շահառու դառնալ։ Ծրագիրը դեռևս 400 շահառուի համար է նախատեսված։ Գործատուն է հարցազրույցի ընթացքում որոշում, թե շահառուին որ ուղղությունն է անհրաժեշտ, ինչը կապված է մարդու կարողությունից, հմտությունից, նաև աշխատաշուկայի պահանջարկից։ Ըստ նախորդ շաբաթվա տվյալների անապահով ճանաչված աշխատունակ անձանց թիվը 2 մարզում 286 է։ Զբաղվածության ծրագիրը գործարկվելու է մոտ 20 աշխատանքային օրից։ Նմանատիպ ծրագիր իրականացվել է զորացրված զինծառայողների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Արդյունքները գոհացուցիչ են եղել։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։